չգիտես ինչի ժամանակներ առաջ ինձնից գաղտնի պահ է իմ վճռում ինչա գրված է իմ ձեռքի տակ ունեմ հիմա այսօրվա դրությամբ հիմնավոր ապացուցողական փաստաթուղթ, որը եւ ապացուցում է իմ անմեղությունը, օրինակի համար եթե կարելի բանալ հետս վերցրել եմ, սա իմ դատավճռից մեջ գրված հատված է, այս դատավճռում գրված է, թե իբր ես այստեղ կարող մոտիկ պահեմ, որ ինձ վերաբերելի է, սա վճռից դուրս բերված այստեղ եթե երևում է գրված է շուրջ 30 դանակի հարված Աստորեն ինձ երբ որ սպանության կասկածանքով ձերբակալել են 2008 թվականի մարտին որից հետո ինձ մեղադրել են մի սպանության մեջ, որի հետ բացարձակապես կապ չեմ ունեցել, առնչություն չեմ ունեցել, բայց տարիների ընթացքում չգիտես ինչի որևէ կողմ, այսինքն քննչականից սկսած, չեն փորձել իրականությունը ցույց դնելու իմ պայքարները բազմաբնույթ ձևի իմ կողմից է, այսպես նշեմ, որ ամեն քայլեր գնացել եմ իմ անմեղությունը ապացուցելու համար, բայց եկավ մի հատ ժամանակ, որ հասկացա իմ պայքարը ոչ թե արդարացում ունի, այլ վնասում եմ ինձ ընդամենը, ես արդարություն չտեսա այս երկրում, բարի ուղիղ իմաստով, 17 տարի այստեղ եմ գտնվում, 17 անգամ մի հատ հոդված միատորենք, դեպի բարելավում, չտեսա որ փոխվել, օրինակներից մեկը բերենք այս համապատասխանեցման քրեական այս գրքերի, գիրք ինչ է մեզ էլ շեշտում, իբր թե բանը փոխվել համապատասխանեցման, բայց իրականում երբ որ դու ուշադրություն ես դարձնում, դա նշանակում է, որ այդ համապատասխանեցման օրենսգրքով ևս մեկ անգամ նույն կոպիտ ասած հանցարարքի համար նորից դատապարտվում ես։ Ինչևից ես անդրադարձ կանեմ կոնկրետ քրեական գործի, ես 17 տարիների ժամանակ, ես իմ 17 տարիների կյանքի ժամանակ չէի բարձրացել այն որոշ հարցերի շուրջ, ինչի որովհետև չէի տեսնում, որ կարող է մեկը իմ ձայնը լսի կամ արդարություն ասված է այս երկրում իրականում գոյություն ունի։ Ես երբևիցե չեմ ասի, ես հանցագործել եմ կամ չեմ գործել, որովհետև ես այն տեսակն եմ, իմ տեսակով, իմ բնույթով, իմ էությամբ, հիմնավոր նաև իրավաբանական կողմով պետք է հիմնավոր ապացուցողական փաստերով ապացուցեմ իմ անմեղությունը կամ օրինակ եթե մասնակի Բայց դուք որևէ կապ ունեցել եք, թե չէ։ Հիմա եթե ես այդ ժամանակին շատ ճիշտ հարց եք տալիս, եթե ժամանակին ասեք կապ չեմ ունեցել, դա ուղղակի մնալու էր խոսք, կապ չեմ ունեցել, հա ինձ լսողը ասել էր, դե ով է իր մեղքը ընդունում, որ ինքն էլ ընդունի իր մեղքը։ Բայց 2023 կամ 24 թվականներ կոնկրետ չեմ հիշում, որ թվականներ, բայց ամիսը հիշում եմ սեպտեմբերի 6-ին, երբ որ ստեղ քրեակատարողական հիմնարկությունում դատախազությունից ինձ հետ ընդունելություն կատարվեց, մեր գործերը դրված է իրանց առջև սեղանին, տենց ուղղակի աշխից չվրիպեց իմ գործերի, նկատեցի որտեղ որ դրված է 30 դանակի հարված, այսինքն իբր ես 30 անգամ դանակով հարված եմ հասցրել ում սպանության մեջ, որ մեղադրվում եմ տվյալ անձին։ Ես փորձեցի այստեղ Հայաստանի Հանրապետության կողմից առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնից ստանամ մի փաստաթուղթ, որը որ կոնկրետ սպանության դեպքի վերաբերելի հարցը, այսինքն դիակի բոլոր զննություններն են, պահանջում էի, այսինքն ցանկանում էի ունենամ, հասկանամ, այդ ինչ 30 դանակի մասին է խոսքը, քանի որ ինձ է վերագրված։ Այստեղ հարցը նա չի դառնում է վերագրված, այստեղ գործի մեջ ես չէ, հիմնականում այստեղ հարցը կանում է նրանում,
Ինձ հետաքրքրեց որտեղից է այդ 30 դանակի հարվածը ոնց են կիրառել իմ վրա։ Ես խնդրեցի քրեակատարողական հիմնադրության պետին, որպեսզի տրամադրեն ինձ իմ վճիռներից այն հատվածները, որտեղ որ դրված է 30 դանակի, շուրջ 30 դանակի հարված, իբր եւ ես հասցրել եմ։ Լավ, ես հադրենք օրինակ ինձ վերագրված բանը։ Ես պահանջեցի այդ փաստաթուղթը, այսինքն նույն վճռի մեջ գոյություն ունի այդ գործագիտական այդ բժշկական փաստաթուղթը, որը որ կազմված է 8 էջից, նույն վճռի մեջ թիվ 315 եզրակացությունն է։ Հիմա իմ ձեռքի տակ է կոնկրետ այդ փաստաթուղթը, այսինքն այս փաստաթուղթը հիմնավորում է վճռի լկտի սուտ լինելը։ Բարի ուղիղ իմաստով, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, քանի որ ունեմ իմ ձեռքը կնիկով, ապացուցում է 8 էջ է։ Այստեղ այս 8 էջի մեջ մի հատ տեղ չկա, որտեղ որ գրած լինի մի հատ դանակի հարված, նույնիսկ շեղբով կամ ոչ շեղբով, այսինքն դանակի սուր մասով կամ ետնամասով։ Հիմա ինձ մեղադրել է, սա այսինքն ես փաստում եմ, ապացուցում եմ, որ այս վճիռը լկտի սուտ է, բայց եւ կոռեկտ եմ գտնվել, խնդրել եմ, փորձել եմ բնության բոլոր համապատասխան կառույցներին, պարզաբանեք, վճիռն է սխալ, թե եզրակացությունը։ Այստեղ հարցը նա չի Գարեգինը համքան կարել է, թե չի արել, դուք Գարեգինի վրա վճիռ եք գրել, այսինքն շինծու կարգով, ես հիմա իրավունք ունեմ արամ ներկայացնեմ հիմնավոր ձևով, որ սա շինծու է։ Ես եմ շինծու է։ Հիմա ինչ եք առաջարկում։ Հիմա ես առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում, նույնիսկ մեր հարգելի Սրբոյի Գալյանը, Տիկին Սրբոյի Գալյանը, ում հետ որ վերջերս մի քանի օր առաջ հանդիպում ունեցանք, անձամբ իմ ձեռքով փոխանցել են նման պատճենները, խնդրելով քանի որ Հայաստանի Հանրապետությունում դատարանների, այսինքն կամ միանձնավորոշումները արդարադատության ուշադրությունը միշտ սևեռված պետք է լինի դատարանների կողմը, թե քրեական իրավունքի ինչպես է կիրառվում։ Հիմա նախքին գործած սխալները, այստեղ ինձ համար էական հնաչի Դուք այսինքն առաջարկում եք վերանային, հա։ Ես առաջարկում եմ վերանային, ես ինչու՞մ եմ սխալ, ինչ հանցանք եմ գործել։ Դուք ճանաչել եք այդ մարդը։ Ես չեմ ճանաչել, ճիշտ է, ասենք, ինչ որ բան են մասնակի, հա, ասենք, եթե օրինակի համար վերցնենք գործը, ի սկզբանե քննենք, ընդհանրապես մի հատ հասկանանք, ես ով եմ եղել, մերնով ով է եղել, մերնով կողմը, հա, իհարկե ես այստեղ հարկ եմ համարում, կապ չունի, ես չեմ ճանաչել, մարդը ճանաչել եմ, թե չեմ ճանաչել, ցավակցում եմ իր հարազատներին։ Բայց հիմա ճանաչել եք, թե չէ։ Ես չեմ ճանաչել, ընդհանրապես դա փաստում է ոչ միայն իմ ասածը, որ ես ճանաչել եմ կամ չեմ ճանաչել, նույն դատարանում ինձ եմ ցուցում տվողին հարցահողում դատարանը։ Ասում է Գարեգին Սարգսյանը մերնովին ճանաչել է, ասում է չէ, ասում է մերնովը ճանաչել է Գարեգին, ասում է հա, ասում է ոնց հասկանանք ինչ նպատակ ունեցել որ ճանաչել է։ Հիմա դուք ինչ դրվագներ եք ուզում նոր քննության առարկա։ Ես հիմա ուզում եմ նաև կոչ եմ անում Հայաստանի Հանրապետությունում ձևավորեն նոր համակարգ, նոր մեթոդներով, այսինքն այն հին շինծու այն ինչ որ կոպիտ ասա ժողովրդական լեզվով ասած են գործեր որ կարել են, մենք է դարձել ենք դրան զոհը, ես ասեմ ես զոհ չեմ, ես հայ եմ, չեմ հանձնվում, երբևիցե թեկուզ ծմահում ես մարդ եմ ու մարդ էլ ապրելու եմ, որևէ դատավճիռ չի կարա իմ էությունի բնույթը փոխի։ Իսկ ինչ վերաբերվում է արդարությունից, եթե արդարությունից խոսացողներ կան, ես կոչ եմ անում, նաև դիմումներ ունեմ գրած Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահին Արեն Սիմոնյանին, իհարկե ամենայն հարգանքով խնդրել եմ օրենուսույց, օրենսդիր մարմիններին հանդիպեք ինձ հետ, ինչ հոդվածներ եք գրում, ում համար եք գրում, ովքեր են դրանց պատասխանատուները։ Գիտեք, երբ որ մարդուն մեղադրում են, պետք է ապացուցողական փաստաթուղթ ունենան, հիմքեր ունենան, ոչ թե սին վճիռներ։ Ինձ մեղադրել են։ Օրինակ հասարակությունը իմ հարազատը, ես մտածում եմ իմ հարազատի մասին։ Իմ հարազատը
ինձ որպես ում է դիտարկում, օրինակի համար։ Բայց եթե ինձ հարազատս ինձ հարց ուղի դու այս բանը արել ես կամ չես արել, ես այսօր բոլոր բարապես իրավունքները ունեմ, նույնիսկ իմ բախտակցի հետ, որ ասեմ եղբայր, ես քեզ չեմ կարող բարերով պատասխանել։ Ինձ թող դու գրի չի իմ համար եմ դատապարտել, առանց քննություն անցկացնելու։ Դե շատ բացեր կան, ես շատ բացեր չեմ անդրադառնում, որտեղ այստեղ շարժառիթները չեն կարևոր։ Այստեղ վերջնարդյունքն է կարևոր։ Դրա այս պատճառով հիմնական ձևով ես ապացուցում եմ իմ լրիվ լիովին անմեղությունը։ Էս է փաստերը։ Շինց ու վճիռը եւ իմ անմեղության վարկածը։ Կարեգին ջան, իսկ այդ միջադեպի հետ կապված դուք ինչ կասեք, մի երկու բառով ներկայացրեք, էլի դա ինչ էր։ Եթե նկատի ունեք այս վերջի միջադեպի դիմակավորված հարցեր, նախ նշեմ, որ մեր խուց չեն այցելել, ինչի չեն այցելել, հաշվի առնելով, ես այդ ժամանակները հետ վիրահատակի տակ էի, նոր էի դուրս գալի հիվանդանոցից, գլաների վիրահատությունից է եկել, նոր եկել է ցավերի մեջ չէր խոսում նորմալ։ Գիտեք, այստեղ խնդիրը որն է։ Այ օրինակի համար ինչ պատճառով են եկել, ոնց են եկել, խիրն եկել, ես դրանց մասին ընդհանրապես գաղափար չունեմ, բայց մարդը կարամ իմ կարծիքը ունենամ։ Օրինակ պատկերացրեք, դուք տունը նստած եք, ձեր հարևանի գոռոցը լսում եք, ուղղակի գոռոց եք լսում։ Հիմա դուք այդ հարցի մեջ լինեք չլինեք, անկախ ամեն ինչից նա ձեր հարևանն է։ Դուք պայքարելու եք ձեր հարևանի համար, ճիշտ է՞։ Մարդ ես, անկախ քեզնից, եւ նույնիսկ եթե չգիտակցես, գիտակցությունից մարդը զուր կլինի, ներքին ինստինկտը, հա, այդ պաշտպանողականը արթնանում է մարդու մեջ, փորձելու ես դու էլ բարձրաձայն ես, երկրորդ, երրորդ անգամ եւ որ հարց տաս, դուր թխկացնես, քեզ չլսեն, քեզ չպատասխանեն, պատճառ չասեն, բայց այնտեղ հասկանաս որ ծեծը ջարդ է, անկախ նրանից դու ամեն ինչ անելու ես, որևէ բան դեպի բերես քո կողմ, այնտեղ մեղմացնելու համար, դու էլ ես պայքարել։ Դուք ինչ եք ականատես եղել։ Ես ճիշտը որ ասեմ ականատես չեմ եղել, որտեղ ես շատ ծանր վիճակում եմ եղել, շատ ծանր վիճակում եմ եղել, երևի թե կարելի ասած խցում էլ չեմ եղել, չեմ հիշում կոնկրետ էլի, բայց ինչը վերաբերվում է այդ արարքներին, այստեղ ես իմ ձեռք կպայեմ գնահատական տալուց մի կոնկրետ հարցի շուրջ, քանի որ իմ բախտակիցների հետ հանդիպում ա եղել, կոնկրետ ծառայության պետի հետ Ծովինո Թադևոսյանի հետ, կոնկրետ նախարարի հետ Տիկին Նիկալյանի հետ։ Ինքը բացառեց, որ այլևս դիմակավորված անձիկ կալանավորներին չեն ծեծելու։ Գիտեք, այստեղ բացառության մասին խոսք չկա, ընդհանրապես, ճիշտ չի լինի, հա, եւ որ ինչ որ պրոստը միակողմանի հարցին լուծում տալ կամ կարծրատիպերով առաջնորդվել կամ այլաբանված մտքերով, քանի որ ես օրինակի համար, սա եւ ուզում եմ շեշտած լինեմ, 17 տարի է խոսքը իմ մասին է, որ կանանք եմ գրում, 17 տարվա մեջ 17 րոպեով անգամ ոչ ծառայության պետի եմ հանդիպել, ոչ նախարարի, բայց այսօրվա դրությամբ մենք փոփոխություններ տեսնում ենք, որ ծառայության պետը նախարարը այցելում ենք հրակատարողական։ Այդ նույն նախարարն ասում էր, որ ինչ որ տենց քրեական ենթամշակույթ պարունակող երգ են լսել, փորձել են ինչ որ մեկի համար կալանավորներից մեկի համար ավելի արտոնյալ պայմաններ ստեղծեն, դա իրականության համապատասխանում է, թե չէ։ Ես իրանց փոխարեն չեմ կարող մեկնաբանություններ անել, իրանց փոխարեն չեմ կարող ես մեկնաբանություններ անեմ, բայց ամեն դեպքում դուք ինչ եք կարծում, ես ուղղակի ուղիղ հարց եմ ուզում տամ, սմա կալանքելով անձնավորությունը, ոնց եք մտածում, պետք է քրեական ենթամշակույթին հարի, թե ամենում գիշեր ցերեկ մտածի, ինչպես հասնի իր երազած ազատությանը, ոնց եք կարծում։ Ուղղակի абսուրդ ժանրերին պետք չի անդրադառնալ, էլի։ Գիտեք, եթե ընդհանրապես եմ ուզում ասած լինեմ, որ ինչ որ մի բան, ով որ ասում է, ով որ խոսում է, պետք է հիմնավոր ձևի ներկայացնի։ Ասեք ինչ գրքեր եք գրում։ Գրքերը հիմնականում այս վերջին գիտա հատկապես գրված է փակ դռների բաց գրականություն, գրված եւ չգրված օրենքների դետերմինիզմն է, որը որ
հիմա իրական մարդու տեսակի մասին, իրական դատավայրների մասին, մարդու որ դեպքում ինչ են մեղադրում, մնաց մանրամասներ չեմ ցանկանա ներկայացնել, որպեսզի ընթերցողի համար ավելի հետաքրքիր լինի։ Այո, թվում ունեմ 6 գիրք հեղինակած, երկուսը համահեղինակային են, 3 հասկանում